Չբուլի։ Երկու ճանապարհ կա։ Կամ զոռ ես տալի մարմնիդ, կամ ուղեղիդ։ Այդ չի նշանակում, ով որ զոռա տալի իր մարմնին, ինքը սխալ ճանապարհի վրա։ Մարդ կա ֆիզիկականով է աշխատում գումար, խնդիր չկա, իր ընտրությունն է։ Բայց դրանով երկար չես ձգի, որովհետև մարմինը մաշվում է, կնճիռները ավելանում են, պրոբլեմները, պոչկաները ածկազ են անում, մազերը սպիտակ եւ այլն, հենաշարժողական համակարգը խախտվում է եւ միշտ չէ, որ երիտասարդ ենք մնալու հարազատներս։ Այնպես որ բացի մարմնից նաև մի քիչ ուղեղին էլ կարելի է զոռ տալ, որը որ ես ավելի ակտիվորեն առաջարկում եմ, բայց հասկանում եք, այստեղ հարցը նույնիսկ դրանում չի։ Մարդիկ կան, օրինակ այստեղ կարծիքներ հնչվեց, որ սանիտեկի աշխատողները բավական լավ գումարներ են աշխատում, վաստակում, թող աշխատեն, բայց եթե սանիտեկի աշխատող Գուրգենը հանկարծ զիբիլ թափելուց ընկնի ավտոյի վերևից ոտի թաթիկը ջարդի, ինքը դժվար թե կարողանա հաջորդ օրը էլի գնա ջարդած թաթիկով աշխատանքին, հենց որ ինքը պետք է պարկի, որ իրան կերակրեն, բայց ով կերակրի, եթե ինքը չունի այլ ունակություններ, այսինքն ոչ լեզուների ատիրապետում, ոչ կարող է խոսել, ոչ ինչ-որ այլ մասնագիտություն ունի։ Հասկանում եք, դրա համար մի քիչ պետք է ամեն դեպքում բազմաֆունկցիոնալ լինել եւ բազմավորորդ։ Համենայն դեպս ես առաջարկում եմ դա համեստորեն, որպեսզի հետագայում չզղջաս եւ առողջական խնդիրների դեպքում կարողանաս կերակրել ինքդ քեզ եւ գոնե մի երկու հոգու նաեւ կողքից, որովհետեւ շատ հաճախ միայնակ չենք ապրում։ Այո։